2 տարի է ապագա բարեգործական հիմնադրամը կրթությունից աշխատանք մեկ քայլ ուսումնական ծրագիր է իրականացնում։ Այն մասնագիտական զբաղվածության հարցում ուսանողներին աջակցելու նպատակ ունի։ Ծրագրի արդյունքների ու ոլորտի խնդիրներից խոսելիս Armen Press-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանը նշեց, աշխատում են 15 կազմակերպությունների հետ, 30 մասնագիտական ուղղություններով պատրաստ են աջակցել 70-ից ավելի ուսանողներ։ Հիմնադրամը վերջին 2 տարիներին աջակցել է 40 ուսանողի, նրանցից 32-ը հիմնական աշխատանք ունի։ Երբեմն ուսանողները մեզ հարց են տալիս, որն է ձեր օգուտը, հետաքրքիր է, մենք հանդիպում ենք բոլոր համալսարանների ուսանողների հետ եւ հարց են տալիս, ինչու չենք ֆինանսավորում դեպի դուրս, չենք աջակցում ծրագրերը։ Մեր պատասխանն է ունենալ կայուն պետություն, կայուն հասարակություն եւ մեր որակյալ մասնագետներին մենք ուզում ենք տեսնել մեր երկրում։ Տնտեսագետ, ճարտարագետ, միջմշակութային հաղորդակցություն եւ շատ այլ մասնագիտությունների 3-րդ կուրսի ուսանողներն են նոր ուսումնական ծրագրի շահառուները։ Նրանց տրամադրվելու է 80% վարձավճարի փոխհատուցում, մասնագիտական պրակտիկա անցնելու հնարավորություն, ինչպես նաեւ կազմակերպվելու են ֆորմալ դասընթացներ։ Կուրսը հաջողությամբ անցած ուսանողները կունենան կայուն աշխատանք։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրի վարչության գլխավոր մասնագետի խոսքով կարևոր է երիտասարդ կադրերի աշխատանքի ապահովումը ոչ միայն պետական համակարգում, այլև մասնավոր հատվածում։ Տեսական գիտելիքներից բացի շատ կարևոր են նաև գործնական հմտություններն ու կարողությունները, որովհետև տեսականից բացի գործնականում, երբ որ արդեն դու մտնում ես այդ աշխատանքի մեջ, արդեն ավելի պարզ ու հստակ է լինում, արդյոք ճիշտ մասնագիտություն ես ընտրել եւ ճիշտ կողմնորոշվածություն ունես։ Եվ այս պարագայում կարծում եմ, որ Հիմնադրամի հետ աշխատանքում մենք կունենանք լավ կադրեր, որոնք հետագայում կօգտագործենք եւ պետական համակարգում եւ մասնավոր համակարգում։ Կրթությունից աշխատաշուկա մուտք գործելու համար ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում հաճախ են դժվարություններ առաջանում։ Այդ անցումը սահուն կերպով ապահովելու համար սա լավ հնարավորություն է։ Հուսով ենք, որ սոցիալական աշխատանքի բարձրագույն կրթություն ունեցող մեր երիտասարդները կներգրավեն ծրագրում եւ նրանց հետ աշխատելով մենք կարողանանք մեր պետական սոցիալական ծրագրերը, ծառայությունները համալրել որակյալ կադրերով։ Մեր հիմնական ակնկալիքը եւ նպատակը ծրագրին միանալու հենց սա է եւ որքան էլ մշակում ենք տարբեր ռազմավարություններ, տարբեր ծրագրեր, քաղաքականություններ, շատ լավ հասկանում ենք, որ մենք տեղերում կարիք ունենք լավ մասնագետների։ Ֆինանսների նախարարությունը 2 տարի առաջ որդեգրեց երիտասարդների ներգրավման քաղաքականություն, որը հիմնված է փոխգործակցության վրա։ Այժմ մտածում են նաև կադրային ոլորտում փոփոխությունների մասին։ Մեր հիմնական մոտեցումը ոչ միայն մասնագիտական ուղղվածության վրա զարգացումն է, այլ նաև արժեքային հենքով առաջնորդվող երիտասարդների ներգրավումն է որպես այդպեսին։ Եվ այս տրամաբանության շրջանակներում մենք հասկացանք, որ պետք է ինստիտուցիոնալ ձևով վերաբերվել այս խնդրին եւ ունենալ ոչ թե ուղղակի պարզապես այսպես կարճաժամկետ որոշակի ինչ-որ ծրագրեր, այլ հիմնված որոշակի համաձայնագրի կամ պայմանագրի վրա, որտեղ որ արդեն բոլոր տեսակի փոխհարաբերությունները կառույցների հետ կլինեն ավելի համակարգված։ Անկախ պատկերից ոլորտներ կան, որոնք աշխատողների մեծ պահանջարկ ունեն։ Մեր երկրում այս պահին տարեկան 600 կիլոմետր ճանապարհներ են կառուցվում եւ հիմա սկսվել է նաեւ կամուրջների անձնագրման գործընթացը եւ խիստ կարիք կա օրինակ դժվար մասնագիտություններով մասնագետների ընդգրկվածություն աշխատաշուկայում։ Նաև ունենք 15 մեր երկրում 15 նոր ջրամբարների նախագծում է իրականացվում, այսինքն մենք այսպիսի մասնագետների մեծ կարիք ունենք եւ հիմնադրամը հնարավորություն է տալիս ուսանողներին ուղղորդում է գտնել աշխատաշուկայում իր ճիշտ տեղը։ Կրթությունից աշխատանք մեկ քայլ հնարավոր է, եթե դու զինված ես համապատասխան գիտելիքով եւ ունես կատարելագործվելու ցանկություն։ Հայտադիմումների ընդունման ժամկետը հունիսի 7-ն է։